Կատակասեր մի եղբայր ունի Մարուսյա տատը, ու նրա պատճառով ամբողջ տոհմում ընդունված է, որ պետք է լսել ու ենթարկվել Մարուսյա տատին։ Եղբայրն է տարածել այդ համբավը։ Մարուսյա տատն իր ողջ կյանքում հպարտությամբ է ընդունել կնոջ համար անսովոր այդ համբավը, քանի որ ունի անսահման հումոր։ Ապրել է հայրենականի վետերան ամուսնու Գագիկի հետ երջանիկ ու մեծացրել 3 զավակ, իսկ հանդիպել է նրան կար ու ձև սովորելու համար Երևան գալուց հետո։ Տեսա սիրուն տղա է, ասի տղա ջան, ես քեզ սիրում եմ։ Չէ, տեսա որ ինքն էլ անտարբեր չի, հախո ես հենց խամ չեմ։ Ինքը ցրցամ տվուց, ես է շարունակեցի։ Երբ մարդը խնդիր է ունենում, թեկուզ ապրելը չդժվարացնող, կարող է եւ ընկճվել, բայց դա Մարուսյայի բնույթին հարիր չէր։ Նա ողջ կյանքում ապրել է հաստատ իմանալով, թե ինչ է ուզում, եւ մարդիկ անգամ չեն նկատել, որ երիտասարդ աղջիկը չափազանց ակտիվ է գյուղական աշխատանքներում, որպեսզի ոչ ոք չնկատի, թե հավասար քայլվածք չունենալը խանգարում է նրան ապրել։ Այն թանաքամանի ամաններից սկսած գործել է։ Երեխան շորեր, երեխան սպարատնիկներ, սփռոցներ, անընդհատ որ թողային ձերծս վերջի գցիկ շերցերիկ։ Այս շատ գործել եմ, գուլբա ղրգել պատերազմի բանակայինների հիմա պասիլկա, 12 հատ պասիլկա եմ ղրգել ես։ Հելունով ձեռքի աշխատանքներ ունեմ աշխարհի չափ, ասում է Մարուսյա տատը։ Ցույց տալ սակայն կարողացավ մի փոքր մասը միայն։ Պարզապես ողջ կյանքում հարսներին ու աղջիկներին նվեր գնելու խնդիր չի ունեցել։ Նվիրել է իր ձեռագործները։ Գորգագործությանն էլ ծանոթ է, միայն թե ափսոսում է, որ դասգահ չի ունեցել։ Միակ գորգը, որ ունի, մոր ու մորաքրոջ հետ է գործել, բարենուհի եղած ժամանակ։ Ես մամաս ա գործել։ Ես էլ եմ գործել հետը, բայց գլխավորապես մամասու մորքուրս։ Ես հիշում եմ սրա գործելը, հա, ես մեծ էի ահագին որ գործեցինք։ Մարուսյա տատը մի երազանք ունի, որ ձեռագործ վարպետությունը հատկապես կանանց շրջանում չվերանա, թեկուզ նոր ձևով, եւ ուրախ է, երբ նորություն է տեսնում։ Մոնիկան նրա եղբոր հարսն է, ու թեև Մարուսյա տատի նման համարձակ չէ, բայց ստեղծագործում է նոր ձևով։ Մոնիկան վաղ տարիքում կորցրել է մորն ու նրան այն ժամանակ ապրելու ուժ տվել է միտքը, որ քույրերն իրենից փոքր են, նրանց մայր է պետք։ Այսօր տարիներ անց քույրերին տվածը կյանքի փորձ է, ու սեփական երեխաների համար նա լավ մայր է։ Տնային տնտեսուհու կյանքը սուրճ խմելով չանցկացնելու համար գտել է ստեղծագործելու միջոց։ Ստացվեց լրիվ պատահական։ Ընկերուհին ցույց տվեց նմուշ, որ տեսնեմ կստացվի թե չէ, ու փորձեցի ստացվեց, մոտ 1 տարի արդեն զբաղվում եմ ու ավելի շատ սիրողական։ Սիրում եմ, շատ հաճույքով եմ անում, որովհետև ինքը համ շատ հետաքրքիր է, ամ որ դու քո գործի արդյունքը տեսնում ես վերջում, տեսքը որ գեղեցիկ է ստացում, ավելի շատ ոգևորվում ես։ Փոքրիկին սովորեցնելու միտքը ծագել է բնական, մայրական սիրուց, ու պարզ է, որ իր համար հաճույք դարձած նոր զբաղմունքը փոքրիկին հետաքրքիր է դեռևս որպես խաղ։ Աղջիկս սիրում է, որ թողնեմ հետս կնստի կանի։ Ինքը ունի հիմա մի հատ փոքր թաշկինակի վրա, փորձում է, տեսնենք վերջին ինչ կստացվի։ Մոնիկան խոստանում է ամուսնու հորաքրոջից Մարուսյա տատից սովորել նաև հելունագործություն, քանի որ իր ժամանակակից աղջիկների սիրած զարդեր պատրաստելը նրան համոզել է, ինքը կարող է ավելին։ Սկզբում կսովորի, հետո կփոխանցի դստերը։ Լիլիթ Մանուկյան, Հովհաննես Քյոսեյան, Երկիրն այսօր։